Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մենք ունենք փաստական տվյալներ, երբ որ որոշակի բռնությանը բնորոշ գործողություններ կատարելուց հետո անձը տեսախցիկների առջև որպեսի քողարկի իր գործողությունները նման ձևաչափով ձեռքերը վեր է պարզել, այսքանը եւ գնահատել ենք դա ըստ էության իր արարքի իրավական գնահատականի մեջ ամբողջությամբ արտացոլված է այդ ամեն ինչը եւ մեջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի կալանքը որպես խափան միջոց ընտրվելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել։ Այս մասով այսքանը եւ հաջորդը ապօրինի գաղտնալսման հիմքով հարցաքննության է կանչվել Նաթան Սրբազանը նշեցիք, բայց գործ չկա։ Դե մենք վարույթը նախաձեռնել ենք ըստ էության այլ հանցակազմով։ Կարծեմ մենք հավաքներին մասնակցելու հարկադրելներ եւ նախընտրական ինչ է։ Մենք վարույթ ընդհանրապես որևիցե անձի նկատմամբ չենք նախաձեռնում։ Դա օրենքով է նախաձեռնած, փաստական դեպքի եւ փաստի հիման վրա ենք նախաձեռնում։ Եթե մենք ասենք, որ կոնկրետ վարույթը նախաձեռնել ենք ինչ-որ անձի նկատմամբ, դա կարծում եմ իրավական տեսանկյունից սխալ է։ Որևիցե անձի նկատմամբ փաստի կապակցությամբ ենք վարույթ նախաձեռնել եւ այս քանի որ խոսակցության մեջ նաեւ անցնում էր տվյալ անձը, դրա համար պարտավոր էինք իրեն կանչելու հարցաքննության Տիկին Գրիգորյան։ Այս մասով այսքան է, ընդ որում որքան հիշում եմ նաեւ օգտվելով իր իրավունքներից, որքան հիշում եմ նաեւ հրաժարվել է հարցերին պատասխանելուց։ Այս գործով այսքանը, Անիֆի հետ կապված դուք հարցադրում արեցիք, այո, նախորդ անգամ չեմ հիշում, կարծեմ լիագումար նիստում էր, երբ որ հարց տվեցիք, պրոցեսը շարունակվում է Տիկին Գրիգորյան եւ այն դրվագներով, որոնցով որ մենք արդեն հաստատել ենք որոշակի չարաշահումներ, ենթադրաբար չարաշահումներ, այդ մասով բնականաբար մենք արդեն գնացել ենք համապատասխան անձանց դատավարական կարգավիճակ տալու։ Նշեմ, որ գործը ինքը ակտիվացրել եմ ես հենց այն ամեն հսկայական ինքը հսկայական ծավալ ունի, առնվազն բանկային գաղտնիքների տեսանկյունից, բայց Տիկին Գրիգորյան առաջ անցնելով նշեմ էլի մի բան։ Դուք նշեցիք, չգիտեմ, ինչ թիվ հրապարակեցիք, 70 միլիոն ասացիք ոնց։ Ինչքան։ Հա, թիվ հրապարակեցիք, բայց թույլ տվեք ձեր հետ չհամաձայնվել առնվազն արդեն իսկ որոշակի, որովհետև մենք հիմքեր ունենք, դա այդ ամբողջը չարաշահում չի Տիկին Գրիգորյան։ Ամբողջը չարաշահում չի։ Մենք օրինակ որ դրվագով, օրինակ այս մի դրվագով հայտնաբերել ենք չարաշահում, չեմ ուզում բացեմ, էլի փակգծերը որ դրվագով ենք հայտնաբերել։ Այս դրվագով գնացել ենք մեղադրանքների, բայց ունենք նաև իրականում գործեր, գործընթացներ, հետագայում երբ որ արդեն հրապարակային լինի, որ շատ արդյունավետ ծախսվել է այդ գումարները, ինչի մասին է խոսքը։ Հաստատված ունենք։ Այսօր որ նույնիսկ ընկերություններ կան, որ շահույթով հսկայական աշխատում։ Ես անկեղծ եմ ասում, դուք այս գործերով դուք որ ընդհանուր մի հատ թիվ եք վերցնում, այս տպավորությունն է հանրության մոտ, որ այդտեղ, չգիտեմ, ամբողջը չարաշահում, չկա տես բան։ Այս ինչ որ հայտնաբերել ենք, այսի շատ, ուսած, չգիտեմ, մյուս դրվագներով, իհարկե ամբողջ դրվագներով քննություն են կարել, բայց դրվագներ կան հսկայական, որ արդեն իսկ հերքվել են ու հաստատվել են, որտեղ չարաշահում տեղի չի ունեցել։ Հետևաբար հանրության մոտ ուզում եմ, որ մեր հանրությունը տեղյակ լինի, որ այդպես տպավորություն չստեղծելի, որ Անիֆում, չգիտեմ, ինչ-որ մի հատ տեղեր, որտեղ որ ամբողջ շրջանառությունը սենց չարաշահումների տիրույթում էր։ Հույս ունեմ, ձեր սա հարցերին պատասխանեցի։ Շնորհակալություն։